Պարոն, դուք ինձ կանչել եք։ हाँ वो actually Ես, այո, ես մի կարևոր գործ ունեմ քեզ հետ։ Այո, պարոն, ասեք։ Դե, հասկանում ես, you know ես ուզում եմ իմանալ դու, कि այսինքն դու मतलब դու ինչ ես մտածում։ Այսինքն քո զգացմունքները։ Պարոն, ինչ նկատի ունեք։ Ինձ։ Ուզում եմ ասել, ես քեզ այն բացահայտման մասին էի հարցնում։ Թղթապանակն էլ քեզ եմ տվել, չես կարդացել։ Պարոն, ես այդ թղթերը ձեզ եմ տվել դեռ առավոտյան, այստեղ գալուց։ Ու նաև ասացի, որ պետք է այդ գործը ձեռնարկենք։ Հա, ճիշտ է։ Դու ասել ես, որ այդ գործը պետք է մինչև վերջ հասցնենք։ Այո, actually շատ լավ։ Ուրիշ գործ ունեք, պարոն։ Այո, ոչ, այսինքն կարող ես գնալ։ Ինչ է կատարվում ինձ հետ։ Ես հայտնի մարդկանցից եմ հարցազրույց վերցրել։ Բայց թափկիին այդ մի փոքր բանը չեմ կարողանում հարցնել։ Ալո։ 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 Չգիտեմ, թե ով էր։ Ինչպես հարցնեմ թափկիին։ Թափկի աղջիկս։ Պարոն Դրուվն է այս թղթապանակն ուղարկել։ Այստեղ մի կարևոր գործ կա, որը պետք է վերջացնես ու նրան վերադարձնես հիմա։ Լավ, քերի։ Թափկի։ Ես մի կարևոր բան եմ ուզում իմանալ։ Ես չիմացա, թե ինչպես հարցնեմ քեզ։ Դրա համար որոշեցի գրել։ Թափկի, ես քեզ ասել եմ այն, ինչ կա իմ սրտում։ Բայց դու ինձ երբեք չես ասել, թե քո սրտում ինչ կա։ Դու համաձայնել ես ամուսնանալ ինձ հետ, բայց երբեք չես խոսել զգացմունքներիդ մասին։ Իսկ հիմա պետք է ասես։ Սիրում ես ինձ, թե ոչ։ Դու ինձ սիրում ես։ Ալո։ Թափկի, այդ գործը, որ քեզ եմ հանձնարարել, շատ կարևոր է։ Եվ շատ շտապ։ Ես քո պատասխանն եմ սպասում։ Սա վերջին պահանջն է։ 15,000 ռուփի բոլորի ծրարների մեջ։ Ձայն տվեք, որտեղ եք։ Ամեն ինչ պատրաստել վերջացրել եք։ Եթե մայրիկը այս ցուցակը տեսնի, մեր վերջը կտա։ Ինչու եք այստեղ կանգնել արձանի նման։ Վերջացրեք բոլոր պատրաստությունները։
Ամեն ինչ իմ սենյակ բերեք։ Ես հերթով կստուգեմ։ Ծաղկամանն էլ եք այսպես տալու։ Բռնիր։ Սա ինչ է։ Բայց չկա մայրիկ։ Ինչ։ Թող տեսնեմ։ Դուք ամոթ չունեք։ Այս բաները որոշել եք խնդրել Թափկի ընտանիքից։ Ես ձեր ընտանիքներից որևէ բան ուզել եմ։ Մայրիկ, լռեք։ Ես ինքս կորոշեմ, թե ինչ ուզենք նրանցից։ Նա էլ է ինչ-որ բան ուզում։ Սա չէ։ Սա չէ։ Ոչ մի սարի ու զարդ ձեզ համար։ Սա չէ, սա էլ չէ, սա։ Մենք նրանցից նշան պետք է վերցնենք, այո։ Բայց ոչ 15,000։ Մի ռուփին լրիվ հերիք է։ Մի ռուփին լրիվ հերիք է։ Մենք Թափկիի նման գանձ ենք նրանց տնից բերելու։ Մեզ ուրիշ ինչ է պետք։ Գնա մայրիկ։ Թող Թափկին այս տուն հարս գա։ Հիմա այնպես ես նրան գովում, իմ հարսը։ Դեր սպասիր, նա քեզ բոլորի մոտ խայտառակ է անելու։ Շնորհակալություն, նստեք խնդրեմ։ Թափկի, ես քեզ կարևոր հանձնարարություն եմ տվել։ Վերջացրել ես։ Դա մի քիչ ժամանակ կպահանջի, պարոն։ Գիտեմ, դա քեզ համար դժվար հանձնարարություն է, բայց մի քիչ շտապ է։ Այնպես որ խնդրում եմ շտապիր։ Ես սպասում եմ։ Թափկի, պարոն Դրովը քեզ շտապ գործ է հանձնարարել։ Ես կարող եմ օգնել, եթե դժվար է։ Ոչ, ես կհասցնեմ։ Նիմիջին ու նրա ընտանիքը մեզ այնքան օգնեցին։ Այո, Նիմիջին Թափկիին շատ է սիրում։ Կտեսնես, թե Նիմիջին ինչքան կուրախանա, երբ իմանա Թափկիի ամուսնության մասին։ Նա կուրախանա, մամ։ Բայց մեր ցավի մասին ինչ կասեք։ Այն ցավի, որ մենք կզգանք, երբ Դիվակարն ու նրա ընտանիքը Նիմի մորաքրոջ հետ վարվեն այնպես, ինչպես մեզ հետ էին վարվել։ Չեք տեսնում, որ նրանց ագահությունն օրեցօր մեծանում է։ Ինչ է եղել։ Ես նոր լսեցի, թե ինչ էր ասում Նիմի մորաքույրը։ Ականջներից չես հավատա, հայրիկ։ Լսիր, այս ամենը միասին կազմում է 125,000 ռուփի։ Ինչպես ենք ամեն ինչ հասցնելու։ 1000 ու մի բան պետք է գնենք Դիվակարի ու նրա ընտանիքի համար։ Այո, նրանք այդքան բան են խնդրել, բայց մեր պատիվը բարձր պահելու համար մենք պարտավոր ենք դա անել։ Ես բանկ կգնամ ու 500,000 վարկել կվերցնեմ։ Նրանք կողոպտում են Նիմի մորաքրոջը։ Անամոթի պես նորից ու նորից են պահանջում։ Եթե այսպես շարունակվի, շատ շուտով Նիմի մորաքույրն ու նրա ամբողջ ընտանիքը կսնանկանան։ Ոչ մի դեպքում։ Ես չեմ թողնի, որ Նիմիջի ու նրա ընտանիքի հետ կատարվի այն, ինչ մեզ հետ եղավ։ Օրորդ, պարոն Դրովը կանչում է ձեզ։
Թափքին ոչինչ չի պատասխանել։ Նիմիջի, մենք ձեզ հետ վաղուց պետք է խոսեինք, բայց հիմա էլ դեռ ուշ չէ։ Ձեր աղջկան կնության չտակ դիվակարին։ Նրանք վատ մտադրություն ունեն, քույրիկ։ Ինչ լավ է, որ եկան։ Ես այս ամենը նրանց երեսին կասեմ։ Նրանք ձեր աղջկան հարս են տանում միայն փողի համար։ Այնինչ այս անամոթ մարդիկ արեցին մեզ հետ։ Մինչև հիմա մարմինս դողում է այդ ամենը հիշելուց, քույրիկ։ Ես ձեզ հարազատ մարդ եմ համարում։ Դրա համար էլ չեմ ուզում, որ ձեր գլխով էլ նույն բանն անցնի։ Դուք չպետք է ենթարկվեք այնպիսի փորձության, ինչ մենք ենթարկվեցինք, քույրիկ։ Խնդրում եմ, մի ենթարկվեք նրանց ազդեցությանը։ Մի հավատացեք նրանց ստերին։ Խզեք կապերը նրանց հետ։ Դիվակար, դու շատ ճիշտ էիր ասում։ Այն ամենը, ինչ նրանց մասին պատմել էիր ինձ։ Նրանք նույն բանն էին պատմում։ Ձեր պատմությունը շատ զվարճալի էր։ Բայց ես վաղուց գիտեի, որ դուք մի օր այսպիսի ստեր եք փչելու։ Ինչ եք ասում, Նիմիջի։ Մենք սուտ չենք ասում։ Այս մարդիկ… Ես ասացի։ Նրանք ինձ ամեն ինչ պատմել են։ Նրանք չեն խաբել։ Այդ դուք եք խաբել նրանց։ Դուք որոշել եք Թափքիին ամուսնացնել նրանց տղայի հետ, առանց ասելու, որ նա կակազ է։ Նրանք ձեզ ամեն ինչ սխալ են պատմել, ամեն ինչ սոտ է։ Լրիր, ես սխալվում էի, որ հավատում էի ձեզ։ Եթե այդքան ազնիվ ու անկեղծ էիք, ինչու մեզ շուտ չէիք ասել նրանց իսկական մտադրությունների մասին։ Մենք ուզում էինք ասել, բայց տեսեք թե ինչքան խորամանկ են։ Այո, ու շատ անամոթ մարդիկ են։ Այ քեզ տարօրինակ մարդիկ։ Ինձ մեկ հասակիս համար են ծաղրում, մեկեր ինձ հիմարի տեղ են դնում։ Հասակիս հարցում ես ոչինչ չեմ կարող անել։ Բայց ի տարբերություն ձեր աղջկա, ես հիմար չեմ։ Նա մինչև հիմա հետևից է ընկնում։ Պետք չէ, Դիվակար։ Թափքին հանգիստ թող, ինչու ես նրա մասին վատ բաներ ասում։ Եթե դիմացին ինձ տիպես, նա էլ պետք է սկսի խոսել։ Խոսեք։ Ասեք, ինչ ձեր մտքով անցնում է։ Այդ դուք եք, որ ինձ լավ դասյարակություն եք տվել։ Դուք եք սովորեցել, որ դիմացինին երբեք վատություն չանեմ։ Ձեր լավ դասյարակության շնորհիվ ես երբեք ոչ մի աղջկա վատ մտքով չեմ նայել։ Բայց հիմա սրանց լսեք։ Ես չգիտեմ ինչպես են դասյարակել իրենց աղջկան, եթե նա այդպիսին է դարձել։ Մտածիր, թե ինչ ես ասում։ Իսկ դուք ձեր աղջկան հետևեք։ Խոսել չգիտի, բայց իրեն անամոթ կնոջ պես է պահում։ Նրանց ստուդիայում մի երեկույթ կար։ Այնտեղ ընկել իմ հետևից։ Նա էր ինձ այնտեղ հրավիրել։ Ես էլ գնացի մտածելով, թե Թափքին փորձանքի մեջ է ընկել։ Բայց նրա մտքին ուրիշ էր։ Ասում եք Դիվակար, ինչ կա Դիմփիի մեջ, որ իմ մեջ չկա։ Ճիշտ է, ես կակազում եմ, բայց նրանից սիրուն եմ։ Նրան թող ինձ վերցրու։
Ես էլ իհարկե նրան մերժեցի, բայց նա վրա տվեց։ Սկսեց ինձ մոտենալ։ Դիվակար։ Չամորձակվես։ Ես քեզ չեմ խնայի, եթե շարունակես իմ աղջկա մասին այսպիսի խայտառակ բաներ ասել։ Քեզ նմաններ աղջկաս կողքին կանգնելու իրավունք էլ չունեն։ Լավ կլինի, եթե դուք ճանաչեք այս մարդկանց։ Ու իմանաք նրանց իսկական մտադրությունները։ Գնանք։ Վիվեկ, ես ասացի, որ ականջակալս փչացել է։ Ինչու միջև հիմա նորը չեք բերել։ Վիվեկ, եթե 5 րոպեից ականջակալս այստեղ չլինի, հաղորդումը չի սկսվի։ Իսկ հիմա գնա։ Օրիորդ, սա դրեք ձեր ականջներին։ Պարոն Դրուվն է ուղարկել։ Թափկի, ինձ կտաս անցած ամսվա ընտրությունների տվյալները։ Այո, հիմա կտամ։ Արի խնդրում եմ։ Թափկի, դու ոչինչ չասացիր։ Խնդրում եմ, ինձ մի պատասխան տուր։ Տիկին Սաքշին ինձ այսօր սպանելու է։ Սա ինչու է Թափկիի սեղանը։ Տիկին, վերցրեք։ Ուշադրին ինձ լսիր։ Դու երևի չես պատկերացնում, թե իմ կյանքում ինչքան առանձնահատուկ տեղ ունես։ Երբ ամեն օր տնից աշխատանք եմ գալիս, ուզում եմ դեմքդ տեսնելու միայն քո ձայնը լսել։ Ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, ու միշտ ինձ հետ կրինես, բայց դու էլ գոնե մի անգամ խոսիր քո զգացմունքների մասին։ Արի այստեղ։ Ասա, թե ինչ ես զգում։ Խնդրում եմ։ Ինչ եղավ ականջակալը։ Դրուվ, ես չգիտեի, որ դու այդպիսի բաներ ես մտածում իմ մասին։ Ինչ նկատի ունես։ Դրուվ, մի ձևացրու։ Ինչու էիր այսքան երկար սպասում, եթե ուզում էիր իմ զգացմունքներն իմանալ։ Ինչ։ Դրուվ, ոչինչ մի ասա։ Ես ուզում եմ զգացմունքներս արտահայտել։ Գիտես, դու հենց սկզբից ինձ դուր ես եկել։ Որովհետև շատ գեղեցիկ ես։ Եվ իհարկե շատ հաջողակ ես։ Ես սիրում եմ այդպիսի մարդկանց։ Գիտես, բոլորն ասում են, որ մենք հրաշալի զույգ կկազմենք։ Ստուդիայում բոլորն են այդ կարծիքին։ Մի րոպե սպասիր։ Այդ ինչ ես ասում։ Դրուվ, ես ասացի այն, ինչ դու էիր ուզում լսել։ Իմ զգացմունքները, ուրիշ էլ ինչ։ Դու դրա համար էիր այս ականջակալներն ինձ ուղարկել։ Որպեսզի ես էլ քո զգացմունքների մասին իմանայի։ Սաքշի, դու սխալ ես հասկացել։ Այդ ականջակալը Թափկիի համար էր։ Դրուվ, սա նշանակում է, որ ականջակալները Թափկիին էիր ուղարկել։
Այն ինչ ասացիր։ Թափքի համար էր նախատեսված։ Ես գիտեի, որ այս աղջիկը մի այդպիսի բան կանի։ Բոլորը նրանից երես թեքեցին։ Միայն դու ընկար նրա թակարդը։ Հավատացիր նրա քաղցր մեղցր խոսքերին։ Կարգին խոսել չգիտի, բայց սրա համարձակությանը նայեք։ Քեզ հետ Սաքշի։ Չհամարձակվես թափքի դեմ որևէ բան ասել։ Ինչու՞։ Ով է նա։ Այս աղջիկը մեզ մոտ ընդամենը ժամանակավոր աշխատող է։ Նրա պատճառով Ողջույն բոլորին։ Ուզում եմ բոլորիդ մի լավ նորություն հայտնել։ Այո, միացեք մեզ։ Մի քանի օր առաջ իմ կյանքում մի առանձնահատուկ անձնավորություն է հայտնվել։ Եվ այդ անձնավորությունը փոխել է կյանքս։ Եվ ոչ միայն իմ կյանքը։ Նա ինձ էլ է փոխել։ Ես մեծ ուրախությամբ հայտարարում եմ, որ նա կյանքիս ընկերն է դառնալու։ Ես ուզում եմ նրան ներկայացնել ձեզ։ Այդ առանձնահատուկ անձնավորությունը Թափքին է։ Այո, ես ամուսնանում եմ Թափքիի հետ։ Շնորհավորում ենք, պարոն։ Շնորհավորում ենք, պարոն։ Շնորհավորում ենք Թափքի։ Շնորհակալություն, շնորհակալ եմ։ Ուրեմն մեր անձնակազմը պետք է երկու մասի բաժանվի։ Մեկը կլինի Հարսի կողմից, մյուսը Փեսայի։ Ներիր Դրուվ, ես դրա մասին բացարձակապես ոչինչ չգիտեի։ Դրա համար էլ այդպիսի բաներ ասացի։ Ինչևէ, շնորհավորում եմ։ Շնորհավոր Թափքի։ Շնորհակալություն տիկին։ Մտքովս երբեք չի անցել, որ Նիմիջին այդպիսի բաներ կասի։ Դիվակարի ծնողները նրա դեմ էին տրամադրել։ Բայց նա պետք է հասկանար, թե ով է իր դիմաց կանգնած։ Մենք նրանց լավն էինք ուզում, բայց տեսակ թե մեր աղջկա դեմ ինչեր ասացին։ Ես անհանգստանում եմ Թափքիի համար։ Ինչ իմանաս, թե այդ օրը Դիվակարն այնտեղ ինչ է արել։ Այո, հայրիկ, հիշում ես։ Երբ Թափքին այդ խնջույքից վերադարձավ, բոլորովին տրամադրություն չուներ։ Դի, փոխվիր ու արի այստեղ, հետո կխոսենք։ Քունը ստանում է։
Նա ոչ մեկիս հետ չխոսեց։ Ուղղակի իր սենյակ գնաց։ Նրան մի բան է պատահել։ Հիմա զանգ կտամ։ Ոչ բնամջի։ Թափկին խնայում եմ ես։ Դրա համար էլ ամեն բան չի ասում։ Լավ կլինի, եթե մենք էլ թափկին հեռու պահենք դարը հիշողություններից։ Նրան ոչինչ մի ասա։ Այո, մայրիկ։ Հայրիկը ճիշտ է ասում։ Թափկին վերջապես երջանկություն է գտել։ Այդքան դժվարություններից հետո արի նրան նորից ցավ չպատճառենք անցյալը հիշեցնելով։ Շուտով թափկին կդառնա պարոն Դրուվիկինը, այսինքն նաև մեր ղեկավարը։ Դուք էլ կզրկվեք աշխատանքից ես էլ։ Մենք այնքան վատ ենք վերաբերվել թափկին։ Հիմա նա վրեժ կլուծի ամեն ինչի համար։ Մեզ էլ ոչ ոք չի փրկի։ Տիկին, ես պետք է շտապ մի տեղ զանգեմ։ Տիկին, իմ հարաբերությունները պարոն Դրուվի հետ մեր միջև ոչինչ չեն փոխի։ Դուք իմ վերադասն եք, ես էլ ձեր աշխատողը։ Տիկին, ես իմ տեղն ուզում եմ ազնիվ աշխատանքով վաստակել։ Առանց զարտուղի ճանապարհների։ Դրա համար էլ նույնիսկ այսօր ձեր բոլորի համար ես էլի առաջվա թափքին եմ։ Տիկին, խնդրում եմ, ուրիշ բաներ մի մտածեք։ Ջուր։ Դա դու չես խոսում։ Դա քո մեծամտությունն է խոսում թափքի։ Դու նվաճել ես Դրուվին։ Սպասիր, հենց որ առիթ լինի, ես կասեմ թե ով է։ Վասունդարա ջի, ինչու ես այս կուրտան գնել ինձ համար։ Ես չեմ գալու Դրուվի նշանադրությանը։ Տղատ է նշանվում, ոչ թե օտար մարդ։ Ինչ կմտածեն թափքի ծնողները, երբ տեսնեն, որ Դրուվի հայրն արարողությանը չի մասնակցում։ Դրուվն էլ իրեն շատ վատ կզգա։ Նախ որդուներ դժվար համոզել, իսկ հիմա Ինչ իմաստ ունի խոսելը, եթե ոչինչ չես լսում։ Բայց ինչ ես ասում։ Ես որոշումս չեմ փոխի, ասել եմ, որ չեմ գալու, ուրեմն չեմ գա։ Բարոն, ես տուն եմ գնում։ Լավ, արի, ես քեզ կուղեկցեմ։ Ոչ, բարոն, նեղություն մի կրեք, ես մենակ կգնամ։ Առայժմ, բարոն։ Ես մինչև հիմա քո պատասխանն եմ սպասում թափքի։
Դու այսօր ոչինչ չասացիր։ Բայց երբ վաղը գանք նշանադրությունը, ես ուզում եմ պատասխան ստանալ։ मैं वो जहां हूँ जिसे जिए तू मैं वो समा हूँ तेरी वजह से मैं नहीं हूँ मैंने कहा ना पहले अब तो ये मैं कहने लगी हूँ तुझको जो पाया तो जीना आया Մայրիկ, ինչ կասես, եթե այս ընտանեկան վզնոցը թափքի ինտանք։ Սա ինչ շատ է դուր գալիս։ Դու ես ընտրել աղջկան, հերիք է։ Քեզ պահիր ընտրությունդ։ Որ մեկը։ Սա։ Ոչ, ինչքան ժամանակ է նույն բանն եմ կրկնում։ Խլացել ես։ Սա չէ, այս մեկը տուր։ ये वाला नहीं ये जाएगा आप बड़ी हैं Դու ես մեծ է, ինչ էլ ասես, ես կընդունեմ։ समझे ठीक है Լավ։ Ես եմ այս տան տերը, Վասունդարա։ Ինչքան էլ աղջիկ հավանես, նշան դնես։ Մեկ է, ես դրան դեմ եմ լինելու։ Ես նրանց բաժանելու եմ։ तोड़ना है हमें Այն էլ բոլորի ներկայությամբ։ सबके सामने Աղջիկները մյուս բաները վերցրել են։ Այո, Դրանք զգույշ դրեք մեքենան։ մենք սիրուն ես բայա, հոյակապ է։ Քեզնից աչք կտրել չի լինում։ Մամ, Լսիր։ Մի անգամ էլ մտածիր։ Արի միասին գնանք։ Որդուդ կյանքում կարևոր բան է տեղի ունենում։ Ինչու ես այդքան համար։ մամ, պետք չէ։ Բաուջին երբեք մեզ հետ չի եղել ուրախ առիթներին։ Այսօր էլ չի լինի։ Ճիշտ է ասում տղատ։ Նրա երջանկությունը ինձ չի հետաքրքրում։ Ես միայն թափքի մասին եմ մտածում։ Խեղճի շունչը նրա կողքին ամբողջ կյանքում կտրվելու է։ Եթե արդեն պատրաստել վերջացրել եք, եկեք գնանք։ Օրնված պահ բաց կթողնենք։ Արսանիքն էլ չենք կարողանա անել։ Այո, եկեք գնանք։ Դրուվ պանդե, դուք ձերբակալված եք։ Մենք ձեզ ձերբակալում ենք։ Եղբայր, Կիրան, ինչպես ես։ Քանի օր է թողել գնացել ես, իսկ հիմա ձերբակալում ես ինձ։ եղբայր, սպասիր։ Լսիր, մեկ է դու ձերբակալվում ես ամբողջ կյանքի համար։ Ամուսնանում ես, չէ՞։ Բիհան Բահայա, դու ինչպես ես, լավ ես, առողջ ես։ Իհարկե, առողջ եմ եւ ուժեղ։ Եթե ասել որ գալու ես կգայի քեզ դիմավորելու։ Ոչ Բահայա, երբ վերջին անգամ եկավ քոլեջ 10 զույգ ամուսնացրեց։ Դա դեռ ոչ ոք չի մոռացել, խնդրում եմ։ Օրդ վերջապես կմոտենաս։ Այո, բաուջի, իհարկե։ Ինչքան է ուզում տեսնել քեզ։ Ինչպես եմ քեզ ուրիշ տուն ուղարկելու, քեզնից բաժանվելու։ Բաուջի, ինչու ես ինձ ուղարկում։ Դու ինձ համար տնփեսաբեր։ Իսկ մայրիկս որտեղ է։ Մամ, բոլորին տեսնելուց հետո հերթը վերջը հասավ ինձ։ से मिलने के बाद Մամ, այո, ներիր, մամ։ Ճիշտ ժամանակին ես եկել։ Արագ գնա փոխվիր։
Մենք նշանադրության ենք գնում։ Մամ, ես լրիվ պատրաստ եմ։ Եվ հետո այսօր գլխավոր դերում Դրուվն ու նրա հարստացուն են։ Այնպես որ գնանք։ Գնանք, թե չարարողությունն առանց մեզ կսկսեն։ Գնանք, եկեք։ Բհաբին երևի անհամբեր մեզ է սպասում։ Ինչ որ ասեն, արագ ինձ ուղարկեք հաղորդագրությամբ։ Շատ չուշացնեք, լավ։ Թե չէ բոլորը գլխիկ կընկնեն, որ ես լավ չեմ լսում։ Լավ։ Սկեսուրս է, այսինքն Դրուվի տատիկը։ Ողջ եղեք, երջանիկ եղեք։ Սա փոքր քույրս է Կիրանը, այսօր է վերադարձել արտասահմանից։ Հատուկ Դրուվ Բահայա ամուսնության առիթով։ Եկեք, խամեցեք։ Եկեք։ Բիհան Բահայան ինչ եղավ։ Ասացի չեմ կարող այդտեղ գալ, ինչու չես հասկանում։ Լավ։ Բիհան Բահայա, ինչ ես անում այստեղ։ Բոլորը մեզ են սպասում։ Կիրան, դու գնա, կարևոր խոսակցություն եք, վերջացնեմ կգամ։ Հասեն գիտես, արի գնանք։ Այո, պան, լսիր, թղթերը վերցրել ես։ Արագացրու։ 500 ռուփիի դիմաց տանտիրոջ ստորագրությունը վերցրու։ 100-ական է մնացած 3-ին կտաս։ Ամեն ինչ լավ կլինի, լավ։ Ինչ ես անում, Կիրան։ Բիհան Բահայա, նշանադրությունը ներսում է, այստեղ չէ։ Սա հարստացույի տունն է։ Դու։ Սա եղբայրս է, Բիհանը։ Bihan. Ինչ է պատահել, ինչ որ խնդիր կա։ Դու նրան ճանաչում ես։ Այո, Բահայա, մենք էլի ենք հանդիպել։ Ես մի անգամ սխալմամբ այստեղ էի եկել նրանց տնից վտարելու։ Ինչ։ Նրանք մի կերպ փրկվեցին, ու ես քիչ էր մնում նրան ամուսնացնեի։ Լսիր, գուցե իմ մեթոդները քեզ սխալ թվան, բայց ես վատ բան չեմ անում։ Ես արդեն ներողություն խնդրել եմ քեզնից։ Հիմա մենք բարեկամներ ենք դառնալու։ Այնպես որ մի անգամ էլ ներողություն եմ խնդրում։ Մոռացիր ինչ եղել է ու ներիր ինձ։ Բիհան Բահայա, դեռ լավ է որ չես կրակել հետո ներողություն խնդրել։ Լավ, ներիր ինձ։ Սրանից հետո էլ մտահոգվելու բան չես ունենա։ Քեզ ոչ ոք նեղություն չի տա։ Սրանից հետո երկու հոգի ձեր տանմուտ պահակություն կանեն։ Պահակ, այսինքն թիկնապահ։ Այո, գնդակ։ Ուզում եմ ասել թիկնապահները գնդակի են նման լինելու։ Ոչ, մեզ գնդակի պես թիկնապահներ պետք չեն, մենք դրա կարիքը չունենք։ Ներեցեք։ Բիհանն այդպիսին է։ Նա շատ է տարբերվում տղայիցս Դրուվից։ Դրուվը հանգիստ է, խելացի, Բիհանը չարաճճի է, սիրում է մարդկանց հոգու հետ խաղալ։ Բիհան, քեզ կարգին պահիր։ Հանգիստ, ինչպես կարող է։
Լավ, ոչինչ, մամ։ Բիհանն արդեն բոլորից ներողություն խնդրեց։ Ես էլ դա եմ ասում։ Մինչև երբ են երեխաներս կանգնելու։ Եկեք նստեք կողքիս։ Բիհան Բահայա, բոլորը քեզ ներեցին։ Շատ շնորհակալություն, բայց քեզ դրա համար պատիժ է հասնում։ Դու ինչ-որ յուրահատուկ բան պետք է անես Թափքիի համար։ Այսինքն, հարսանիքից հետո դու հատուկ ուշադրություն պետք է դարձնես դրան։ Դրուվ, դա բավական է, թե էլ ինչ-որ բան ես ուզում։ Լավ։ Սա աղջիկս է Կիրանը, այսօր է վերադարձել արտասահմանից։ Մամ, Դրուվ Բահայան ինձ արդեն ներկայացրել է։ Ինձ մնում է միայն Ադիտիի հետ ծանոթանալ։ Բիհանը քեզ այնպես ներկայացրեց, որ չեմ կարծում քո մասին ավելի շատ բան իմանալու կարիք կա։ Իսկ դու ծանոթացել տատիկիս հետ։ Այո, ես նրան տեսել եմ տաճարում։ Նա արդեն ուզում էր ինձ օրհնել ստիպողաբար ամուսնացնելուց հետո։ Դու էլ խմիր։ Շնորհակալություն։ Եթե փոքր աղջկա լեզուն է այսքան երկար, մեծին ինչ է լինելու։ Ես չեմ թողնելու, որ նա ամուսնանա Թորանս հետ։ Եթե դեմ լինեմ, նշանը հետ կտաս։ Այո, եթե Թափքին չհավանես, ես նրան հարց չեմ բերի։ Ես ասող չեմ, ես անող եմ։ Այստեղ բերեք աղջկան։ Իսկ որտեղ է Թափքի բահավին։ Մենք էլ չենք կարող սպասել, ճիշտ չէ։ Հենց հիմա կանչեք նրան, խնդրում եմ։ Լավ, հենց հիմա։ Գնա Ադիտի, կանչիր Թափքիին։ Թափքի, որտեղ ես։ Խնդրում եմ, բերեք ապագա հարսիս Թափքիին։ Մայրիկ, նրանք հենց դա էլ ասում էին։ Թափքին արդեն գալիս է։ Այսինքն, ուզում էի ասել, եկեք սկսենք արարողությունը։ Իհարկե։ Մաջի, մենք անչափ ենք, որ դուք ընտրել եք մեր Թափքին։ Այդ հարցով հարսիս հետ խոսեք։ Այդ նա է ընտրել աղջկան։ Իսկ իմ կարծիքով ոչ ոք չի էլ հարցրել։ Ճիշտ չեմ ասում, Վասունդարա։ Սպասիր, հիմա կտեսնես Մաջի։ Նա քեզ շատ դուր կգա։ Բայց եթե դուր չեկավ, ես չեմ թողնի, որ նրան ամուսնացնեք։ Մեր տուն բերեք։ Ուրեմն Բիհանն այն նույն մարդն է։ Նա մի քանի օր առաջ քեզ փորձել էր ստիպողաբար ամուսնացնել։ Հետո էլ եկել էր մեր տուն բոլորիս վտարելու։ Ստոր, անտաշ, տգետ ու այլանդակ մարդ է։ Դու որտեղից ես նրան ճանաչում։ Անցյալ օրը ես պարոն Դրուվի տուն էի գնացել։ Նա ինձ ծանոթացրեց եղբոր հետ։ Ինչքան տարօրինակ է։ Երկու եղբայր են, բայց այնքան տարբեր են։ Բայց ում է պետք այդ ավազակը։ Դու Դրուվի հետ ես ամուսնանում, չէ։ Դուք իրար համար եք ստեղծված։ Ես մեր դպրոցում արդեն բոլորին ասել եմ, որ քույրս Դրուվ Պանդայի հետ է ամուսնանում, որ նա իմ փեսան է լինելու։ Երբ դպրոցում իմացա դրա մասին, բոլորն իմ երկրպագուն դարձան։ Ինչպես ես եմ Դրուվի երկրպագուն։ Դի, արի, բոլորը քեզ են սպասում, արարողությունը սկսելու համար։ Դի, մի րոպե։ Մայրիկն այդպես կաներ, չէ։ Շուտ ուղեկցիր նրան։ Գնանք։ Ինչքան լկտի է ու անամոթ այդ Բիհան Պանդեն։ Ես քեզ համար մի յուրահատուկ բան եմ պատրաստելու։
David. Ներս արի աղջիկս, արի, նամաստե։ Բահաբի, բահաբի, նամաստե, նստիր, ուղիղ եղբորս դիմաց նստիր, որովհետև ամենից շատ քեզ նա է սպասում, ճիշտ չէ Դրուվ, ես չներկայացա, ես Կիրան եմ, ես մեր տան ամենափոքր ու ամենասիրելի աղջիկն եմ, ինձ այնքան երես են տվել, որ ես հոգիդ հանելու եմ, Որն է լինելու օրվա իմ առաջին հրամանը, սելֆի? Դրուվ բահայա, բախտը տիրոք բերել է, մամ, արտակարգ ընտրություն է, այո, արտակարգ է, մայրիկը շատ կմահաջ է, Դու գիտես, որ տանն ամեն բան մայրիկն է որոշում, դրա համար էլ ամեն ինչ արտակարգ է ստացվում, հա, մեզ էլ է մայրիկն ընտրել, դրա համար էլ այսքան լավն ենք, գիտես թե ինչ են ասում, արտակարգ, Թող դա, ուզում ես կոտրել, ինչքան ժամանակ ենկել ես դրա հետևից, Շոտ, տղաս մի բարկացու տատիկին։ Թափկի աղջիկս, ես պետք է քեզ նրա հետ ծանոթացնեմ, Դրուվի տատիկն է, Արի, Դադի, սա թափկին է, իսկ նա մեր ընտանիքի ամենանուշ անդամանդն է, Քանի որ հիմա բհաբին այստեղ է, նա իր իշխող դիրքը կորցրել է, Դադի, քեզ վատ մի զգա, նամաստե դադի, Լավ, ողջ եղիր, Արի, նստիր այստեղ, այո, նստիր, Չեմ հասկանում, թե Ադիտին ուր կորավ, Գնա, տես։ Հիմա, Ես քեզ երեք ասում էի, դու պետք է ինձ պատասխան տաս նշանադրությունից առաջ, հիմա ասա, Հեռախոսը թափքի իմ մոտ չէ, ինչ անեմ։ Կերկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։